Պարոն երեք Նիկոլ Փաշինյանը նաև նիստերի դահլիճում այդ վեճի բաներում ընթացքում ենթադրաբար ընդդիմադիրներից որևէ մեկին երբ անգամ կարծես թե կրկնում է, ասում է համբալի մեկը։ Լսվեց այդ արտահայտությունը, ներսում եք դուք էլ եք լսել, եթե կարող եք ասել ում էր կոնկրետ ուղղված եւ ինչպես եք գնահատում այս բառապաշարը, որով ընդդիմադիրները։ Դե ինչպես պետք է գնահատել, դա սովորական խուլիգանական վարքագիծ է, դա ուրիշ ոնց պետք է գնահատել։ Որ մի նորմալ, ժողովրդավարական, նորմալ երկրում հնարավոր է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, նույնիսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չէ, սովորական պաշտոնյան քաղաքացին կարող են նման հայտարարություններ հնչեցնել։ Բնականաբար այդ հայտարարությունները պետք է համապատասխան հետևանքներ ունենան եւ մենք կզբաղվենք այդ հարցով։ Ինչ հետևանքը իրավապահներին եք պատրաստում դիմել։ Նաեւ իհարկե ինքը դրանից հետո բնականաբար եթե մենք կրկնում եմ նորմալ երկիր լինեինք, ինքը պետք է ներողություն խնդրեր։ Պարտադիր պետք է ներողություն խնդրեր, որովհետեւ այդ ամեն ինչը լսել ենք ոչ միայն մենք, այլ նաեւ հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, հետեւաբար դա իսկապես նաեւ քաղաքական խնդիր է, որ ինքը պետք է ներողություն խնդրի։ Բայց մենք հասկանում ենք, թե ինչ երկրում ենք ապրում, երբ ազգային ժողովի նախագահան կարող է թքել, հետեւաբար ինքն էլ կարող է այդպես հանգիստ նման բառապաշար օգտագործել, որ ես ցանկություն չունեմ նույնիսկ կրկնելու, բայց դրանից հետո որևէ հետևանք ինքը իր համար չստեղծի, մենք կստեղծենք այդ հետևանքները։ Կարող եք հիմա մանրամասնել։ Չէ, հիմա մենք քննարկում ենք, թե կոնկրետ ինչ ճանապարհներով կգնանք, բայց սա անհետևանք չի մնա։ Դուք ասում եք, որ քաղաքացիները ցեզ էլ ասում են, թե ինչպես ասես, որ Արցախի կորստից հետո եւ այլն այս իշխանությունները կարողացան վերարտադրվել մինչեւ 7 տարի մնալ իշխանության, բայց 2021 թվականին այդ նույն քաղաքացիները քվեն տվել 21 թվականին պատերազմից հետո եւ դուք էլ եկել եք ազգային ժողով, ասում եք մեր օրակարգով ենք գալիս բացառապես Փաշինյանին հեռացնելու օրակարգով եւ այդ օրակարգը ինչպես դրսեւորվում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի վերարտադրումը դուք հավանաբար կհիշեք ինչ պայմաններում էր, բայց այդ պայմաններից զատել ցանկացած իշխանություն ընտրվելիս ինքը որոշակի խոստումներ է տալիս։ Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը իր խոստումները պահել է։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ մարդն ընտրվելիս ասում էր, որ Շուշի եւ Հադրութի դեօկուպացիայով պետք է զբաղվենք, Արցախի հարցում ասում էր անջատում հանուն փրկության, այդ որ մի կետն է արել։ 21 թվականին Նիկոլ Փաշինյանին ձայն տված մարդիկ, ես վստահաբար պնդում եմ, որևէ մեկը չի ցանկացել, որ մենք Արցախի ամբողջական կորստին առերեսվենք, ինչը հիմա տեսնում ենք։ 21 թվականին կրկնում եմ, այլ իրողություններ էին, ես վստահ եմ, որ 26 թվականին կամ երբ էլ այդ ընտրությունները տեղի ունենան, մենք լրիվ այլ պատկերի կունենանք։ Հիմա Փաշինյանը ասում է, մենք գնացել ենք այդ ամենի հետևից, չի ստացվել նոր օրակարգի ուսումնասիրությամբ։ Չի ստացվել, որ ախր դա այնքան հեշտ է, ասում ես, այս մարդը կոնկրետ ծեծի է ենթարկել, ասում է դատապարտում ենք, բայց դատապարտելուց հետո ինչ որ հետևանք դա պետք է ունենա, թե չէ։ Արցախի կորստից հետո ասում եմ մենք կրում ենք պատասխանատվություն, բայց պատասխանատվությունը կրելը ո՞նց է դրսևորվում։ 21 թվականի ընտրություններով։ Չէ, 21 թվականին կրկնում եմ մենք Արցախ ունեինք։ Իրենք այլ խոստումներով են եկել իշխանություն։ Հետո դրանից հետո ինչ է եղել, կրկնում եմ, ուղղակի հայտարարել, որ մենք ցավում ենք, մենք դատապարտում ենք։ Նույն տրամաբանությամբ այդ անիվի դեպքով ամեն անգամ հարց ես տալիս, ասում է, դե գիտեք, շատ վատ բան է տեղի ունեցել, խայտարակություն է տեղի ունեցել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդքան աշխատի գումար տա, որ դու վերջում վատն ես ու ասես խայտարակություն է տեղի ունեցել։ Ո՞ւմ է հետաքրքիր։ Պետք է այդ գումարները չվատնվեն։ Ընտրությունների ձեր օրակարգը չեք իրականացել, ձեր խոստումները չեք իրականացել։ Այո, այս բայդրությամբ պետք է փաստել, որ այո, մենք դեռևս չենք հասել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, բայց մեր քայլերը շարունակական են լինելով եւ որքան էլ տհաճ լինի այս իրավիճակներում հայտնվել եւ ես առիթից օգտվելով էլ ուզում եմ ասել, որ շատ ցավում եմ, որ երեք մեր քաղաքացիները նման տեսարաններին են ականատես եղել, բայց նման դրվագներով է նաեւ դրսեւորվում, թե ինչպիսի իրական դեմք ունի այս իշխանությունը։